Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությունը Հայաստանի հնարավոր միութենական կազմ մտնելու մասին քաղաքական դաշտում տարբեր արձագանքների է արժանացել։ Բալասանյանը կարծում է, աշխարհակարգը փոխվում է եւ Հայաստանը պետք է ճիշտ կողմնորոշվի։ Կովկասը դա այս աշխարհակ դեպի հյուսիս։ Այ մեր քաղաքականությունը պետք է լինի հարավ Պարսկաստանի հետ մեր հարաբերությունները շատ լավ պիտի պահենք եւ մենք պետք է լինենք միութենական կազմում։ 100 տարի առաջ ոնց որ եղել է խորհրդային միություն։ Հիմա անունը ինչ կդնեն, չգիտեմ։ Ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը չի կիսում այս տեսակետը։ Մեր դիրքորոշումը մենք բազմիցս արտահայտվել է եւ դա որևէ ձեւ փոփոխություն չի։ Մենք չենք կիսում այդ մոտեցումը եւ վերջ։ Աբրահամյանը հիշեցնում է, որ Հայաստանի արտաքին քաղաքական ուղենիշները տարբեր ժամանակներում արդեն ձևավորվել են թե Արևմուտքի, թե Ռուսաստանի հետ հարաբերությունների շրջանակում։ Դա արտահայտվել է ընդհանուր միջև Եվրամիության այդ ասոցիացիան համաձայնագրի ՍԵՊԱ-ի քննմամբ 2017-ին Ռուսաստանի հետ հարաբերություններ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության միջոցով որևէ այլ քննարկման թեմա այս պայմաններում չի կարող լինել այնքան ժամանակ, քանի Հայաստանում իշխանությունը Փաշինյանական իշխանությունը, այսինքն արտաքին քաղաքականություն ինքն է ձևավորում։ Ուժեղ Հայաստան կուսակցության խոսնակ Մարիաննա Ղահրամանյանն ընդգծում է, Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը չեն կարող լինել սակարկման առարկա։ Հայաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը ուժեղ Հայաստանի համար սակարկման ենթակա չէ եւ չի կարող լինել, եւ երբ մենք խոսում ենք ուժեղ Հայաստանի տեսլականի մասին, մենք նկատի ունենք նաեւ հենց ուժեղ անվտանգությունը, ուժեղ ինքնիշխանությունը եւ անկախությունը։ Ազգային ժողովի անկախ падգամավոր Հովիկ Աղազարյանը եւս դեմ է արտահայտվում։ Իմ համար շատ տարօրինակ էր այդպիսի հայտարարություն անել այս օրերին եւ առավել տարօրինակ է, որ այդ հայտարարությունն անում է Վիտալի Բալասանյանը, հաշվի առնելով այն իրողությունները ցավալի, որ մենք ունենք Արցախի հետ կապված։ Ինքնիշխանությունը դա մեր համար կարևորագույն բացարձակ արժեք է եւ հետեւաբար ես իհարկե չեմ ողջունում այդ տեսակետը եւ չեմ կիսում այդ տեսակետը։ Պատգամավորի դիտարկմամբ յուրաքանչյուր մարդ ունի իր կարծիքն արտահայտելու իրավունք, թե Եվրամիության հետ հարաբերությունների, թե Ռուսաստանի հետ համագործակցության եւ թե այսպես կոչված միութենական կազմ մտնելու գաղափարի վերաբերյալ։ Լավ կներ, որ Վիտալի Բալասյանն այդ բան ասած չլներ, գոնե հաշվի առնելով նորից եմ ասում իր դերը, իր դիրքը Արցախում եւ այն իրողությունը, որ մենք ունենք, այսօր Արցախի հետ կապված։ Պատգամավորի խոսքով թեման ունի նաեւ աշխարհակաղակական ավելի լայն համատեքստ։ Նարինե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։